Ինչ է անում Երևանը, երբ Բաքվում դատում են Արցախի նախկին ղեկավարներին։ Բարբարոսի ձեռքը հասավ նաև միջազգային կառույցին, Բաքուն փակում է Կարմիր խաչի գրասենյակը։ Հայաստանի զինուժը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Բաքուն ստում է, Սյունիքում չեն լսել կրակոցի ձայնը, ինչ է Ալիևի մտքինը։ Երևանը ընդդեմ Թեհրանի քայլ չի անի, Փաշինյանի բալանսավորված քաղաքականության մեսիջները։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես Բաքվի կեղտոտ ձեռքը հասավ նաև միջազգային մարդասիրական հեղինակավոր կառույցին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Բաքուն փակում է կազմակերպության Ադրբեջանի ներկայացուցչությունը։ Միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ներկայումս այդ երկրի իշխանությունների հետ կապերը պահպանում են եւ սա կոնֆիդենցիալ եւ երկկողմ երկխոսության մի մասն է։ Հիշեցնեմ, Կարմիր խաչի կոմիտեն միակ կառույցն է, որի միջոցով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ընտանիքները հնարավորություն ունեն որևէ տեղեկություն ստանալ կամ փոխանցել գերության մեջ գտնվող իրենց հարազատներին։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարներով ակցիաները շարունակվում են Երևանում։ Քաղաքական տարբեր ուժեր ու քաղաքացիներ միջազգային դերակատարներին խնդրում են գործուն քայլեր ձեռնարկել, կյանքեր փրկել։ Իսկ ինչ է անում Երևանը, երբ ակնհայտ է մեր հայրենակիցների նկատմամբ բռնության կիրառումը։ Հարցը երկրի առաջին քաղաքական ամբիոն է բերել խորհրդարանական ընդդիմությունը։ Բաքվի դատավարություններից հրապարակվող հատկապես վերջին կադրերը մտահոգիչ են, ակնհայտ է բռնության հետքեր կան հայերի վրա, արձանագրում է պատգամավորը, հարցն ուղղում արտգործնախարար Միրզոյանին, ինչ է անում Հայաստանի իշխանությունը հարցը լուծելու համար։ Ֆիզիկական, հոգեբանական ճնշում, արգելված միջոցներով ներգործություն այո տեղի ունենում է հայերի նկատմամբ, Փաշինյանն է պատասխանում հարցին։ Օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ և նաև Հայաստանի կառավարությունը իդեմս արտաքին գործերի նախարարությամբ հանդես է եկել հստակ գնահատականով։ Մեր դիվանագիտությունը անում է այն, ինչ հնարավոր է ու առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով, ասում է Փաշինյանը, օրինակ է բերում 2023-ի դեկտեմբերին 32 հայեր վերադարձան, մինչև պաշտոնական հայտարարությունը այդ մասին լռել են, բացահայտումը կզորացնի նախկինում գործադրած ջանքերը։ Եթե մինչև հիմա լռությունը բացատրվում էր նրանով, որ այն կարող է սադրել խոշտանգում ու բռնություն, ապա ինչու է հիմա դարձյալ լռում պաշտոնական Երևանը, երբ վիճակը ծայրահեղ է։ Գերեվարվածների կյանքը վտանգված, ընդդիմադիր Խամոյանն է հարցն ուղղում Փաշինյանին։ Հետո մեջբերում Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի այն հրապարակումը, որում իրավաբանը կոնկրետ ուղղություններ է նշում, որոնցով կարող է առաջնորդվել Հայաստանը։ Բացի հայտարարությունը, ինչ եք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել։ Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է եւ մեծ հավանականությամբ նպաստ կբերի այդ ձեր ասած խնդրի եւ մյուս խնդիրների լուծմանը։ Նաև խաղաղության օրակարգին հավատարիմ մնալով այդ հարցը լուծելու փորձերի մասին Փաշինյանի պատասխանը չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին, նա ցույց տվեց Վարդանյանի ու մյուս գերիների լուսանկարներ Բաքվի զինվորական դատարանից։ Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացնում է հացադուլի մեջ։ Սրանք մեր մյուս ռազմագերիներն են, որոնց կյանքին եւս վտանգ է սպառնում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, ոչ միայն մեկ անձի ներողություն կթույլ կտաք պատասխանեմ, ոչ միայն մեկ անձի, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի վրա։ Այնուամենայնիվ, որպես գործուն քայլ, արտգործնախարարը դահլիճից Փաշինյանին հիշեցրեց, որ Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի նիստում այդ հարցը լայնորեն արծարծվել է։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Զուգահեռ Բաքուն կրկին տեղեկատվական գրոհ է սկսել, այդ երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե իբր 3 երեկոյան Հայաստանի զինուժը կրակել է սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ոչ միայն Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն է հերքել այդ լուրը, այլև տեղի բնակիչները։ Խնածախի ղեկավարը 3 սահմանում է եղել ու ոչ մի կրակոցի ձայն չի լսել։ Այս դեպքում հասկանալի է դառնում, թե որտեղից է գալիս ստի ու կեղծիքի ձայնը։ Ադրբեջանագետը զգուշացնում է, քանի դեռ աշխարհում խառնված է 14-ը, տեղեկատվական հարձակումից հետո թշնամին կարող է նաև հողի վրա ագրեսիա ծրագրել։ Սյունիքից Խնածախի ղեկավարն է պատմում, որ կրակոց չի լսել։ Ադրբեջանն է հերթական սուտը մոգոնել, թե հայկական կողմը իբր այդ ուղղությամբ հրաձգային զենքով թիրախավորել է ադրբեջանական դիրքերը։ Խնածախ համայնքի ղեկավարը պնդում է, տևական ժամանակ դիրքերում է եղել, կրակոց չի լսվել։ Լրատվականներից ես տեղեկացա, որ Ադրբեջանն ասում է կրակոցներ եղել է։ Այս անձամբ դիրքերում եմ եղել մինչև 11-12-ի հատվածը գիշերվա, ընդհանրապես կրակոցներ չեն եղել։ Տեղ գյուղի վարչական սահմանից մինչև Սև լճի սահմանը ինչքան որ մեր մոտի դիտարկումը այդքան հատվածում ընդհանրապես չի եղել։ Որ Բաքուն ամեն վայրկյան պատրաստ է էսկալացիայի, ագրեսիայի գնալու Հայաստանի քաղաքական փորձագիտական շրջանակում լավ գիտեն։ Պաշտոնական Երևանը նախորդին բաց խոսեց հնարավոր սադրանքի մասին։ Այսօր ահա Բաքուն դարձյալ գործի է գցել ստի մեքենան։ Պաշտոնական արձագանք եղավ Հայաստանի ռազմական գերատեսչությունն էլ հերքեց ադրբեջանական այս հայտարարությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին ժամը 22:05-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանն ամենևին էլ չի շտապում խաղաղության փաստաթուղթ ստորագրել։ Ադրբեջանը սադրում է, Ադրբեջանը ստում է։ Տրամադրություններ է ստուգում, ասում է մասնագետը։ Հիշեցնում է, Երևանն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այս մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, բայց Ադրբեջանը մինչև հիմա չի արձագանքել։ Ադրբեջանական կողմը այս հարաբերփոխ աշխարհում, որտեղ շատ դժվար է հասկանալ, թե ով բարեկամն է եւ ով թշնամին, փորձելու է գնալ որոշակի ռազմական գործողությունների, մինչդեռ Ադրբեջանը միշտ սկսում է առաջին տեղեկատվական արշավ եւ ըստ այդմ արձագանքներով արդեն հասկանում է հետագա գործողությունները։ Եթե տեսնում է այդ արշավը ոչ մեկ չի նկատում կամ որևէ տարբեր խաղացողների, այդ թվում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից անարձագանք են մնում, ապա իրենք արդեն ասում են ավելի լոկալ գործողությունների ու ստուգում այդ արձագանքը։ Միշտ գործողությունների գնալուց առաջ գետնի վրա Ադրբեջանը ստուգում է արձագանքներ։ Մասնագետը ֆիքսել է կարճ ժամանակամիջոցում այս տարեսկզբից սկսած Բաքուն բազմաթիվ զորավարժություններ է կազմակերպել, իսկ զորավարժությունները խաղուպար չեն, ասում է, դրանք նպատակային են։ Հիշեցնում է, հենց իրենց մեջլիսականն էլ այդ մասին վկայում էր։ Հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում բացահայտություններով տեղեկություն կա, որ դրանցից 2-ը տեղի են ունեցել, մեկը Թուրքիայի հետ համատեղ, մյուսը տեղի ունեցել Պակիստանում եւ 2-ը վերջին, որոնք տեղի ունեցել փետրվար ամսի վերջին, տեղի են ունեցել ծովային հետևակի մասնակցությամբ, բայց այնտեղ հստակ նշված է, որ նպատակը լեռնային փոքրինչ բարդ ռելիեֆի պայմաններում գործողությունների իրականացումն է, որը կարծում եմ պետք է իրապես մտահոգիչ լինի մեզ համար։ Զորավարժությունները երբեք ու հենց այնպես չեն կազմակերպվում։ Դրանք ծախսատար են, ռեալ տեխնիկա է կիրառվում։ Կազմակերպվում են միայն այն դեպքում, երբ պետությունը ռազմական գործողությունների գնալու սցենար ունի։ Բաց տեքստով են իրենց նպատակների մասին խոսում։ Տարին ինչ սկսվել է, ագրեսիվ հռետորաբանությունն են բռնելու մատ թափ տալիս հայերի վրա։ Ինչ սցենար է մշակել Ալիևը, ինչ կա մտքին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Ու մինչ Հայաստանը փորձում է պարզել ինչ կա թշնամու մտքին, Բաքվից ոչ գրավոր, բանավոր են ակնարկում սպասվող պատասխան հայտարարության բովանդակությունը։ Երևանի առաջարկը դժվար իրագործելի է ու երկարացնում է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, ասում է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Սա Բաքվի հետ այսօրվա հարաբերությունների մասին, իսկ ինչ կանի դեպի արևմուտք ձգտող Երևանը, եթե այդ կողմից Թեհրանի դեմ ուղղված սպառնալիք լինի։ Վարչապետ Փաշինյանը կարճ կոնկրետ է պատասխանել, Հայաստանը չի միանա ընդդեմ Իրանի որևէ գործողության։ Տիգրանուհի Կուրղինյանն է հետևել Իրանի պետական հեռուստատեսությանը տված վարչապետի հարցազրույցին։
Նախ հայ-իրանական հարաբերություններից է հետաքրքրվում իրանցի լրագրողը Հայաստանի վարչապետից։ Ասում են, ձեր իշխանությունը արևմտամետ է, ձևակերպում է լրագրողն ու շարունակում, դա չի ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։ Փաշինյանը կրկնում է, բալանսավորման քաղաքականություն ենք վարում։ Տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի պայմանական արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Եվ այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են։ Այս դեպքում, եթե արևմտյան երկրներից որևէ սպառնալիք լինի Իրանի դեմ, ինչ կանի Հայաստանը, ինչ գործողություններ կձեռնարկի։ Փաշինյանը պատասխանում է, Հայաստանը չի ներգրավվի այդ իրադարձությունների մեջ։ Հետո իրենց վաղեմի թշնամու հետ մեր ռազմավարական համագործակցությունն է հիշեցնում Փաշինյանին զրուցակիցը։ Դա ռապորտ կա, Հայաստանում վստահ են, որ այն իրականություն կդառնա, կկիրառվի։ Նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար եւ այդ ադապտացման փուլը անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն։ Հետո թեման Հայաստանով անցնող ճանապարհն է, որ պահանջում է Ադրբեջանը, Փաշինյանը հիշեցնում է, կոմունիկացիաների վերաբերյալ հայկական առաջարկը ձևակերպել են ու Բաքու ուղարկել, սպասում են պատասխանի։ Այդ առաջարկով կարող է հարցը լուծվել, դա Ադրբեջանին տրամադրված իրանական ճանապարհի սկզբունքով գործող հայկական ճանապարհ կարող է լինել։ Իսկ երրորդ ուժերի ներկայությունը անընդունելի Հայաստանի համար, շեշտում է Փաշինյանը։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք եւ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Սակայն այդ նույն ընթացքում, երբ Փաշինյանը, այսպես ասենք, սպասում է Բաքվից դրական պատասխանի եւ մերժման հիմքեր չի տեսնում, նաեւ հոդված է գրում վերահաստատելով հայկական առաջարկը, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը արձագանքում է Փաշինյանին։ Հաջիզադեն պնդում է, թե Երևանի ներկայացրած առաջարկները ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի եւ գործնականում երթուղին երկարացնող։ Ըստ նրա, դրանցով Երևանը նպատակ ունի շեղել ուշադրությունը ստանձնած պարտավորություններից։ Պաշտոնյան ադրբեջանական հայտնի երգ է երգում։ Բոլորին է հայտնի, որ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, ինչը հանգեցրել է Նախիջևանի ինքնավար հանրապետության շրջափակման։ Հայաստանը նաև 44-օրյա պատերազմից հետո որևէ դրական ներդրում չի ունեցել հաղորդակցության ուղիների վերագործարկմանը նվիրված բանակցություններում։ Սա փաստորեն Բաքվի պաշտոնական պատասխանն է Հայաստանին, թե դեռ պետք է սպասել փաստաթղթավորված մերժման։ Ամեն դեպքում պարզից էլ պարզ է, հայկական առաջարկը դարձյալ ադրբեջանական սպասելիքները չի արդարացնում։ Ալիևը մեր հայկական տարածքով ճանապարհ է ուզում, առանց հայկական որևէ միջամտության։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Դասարանները կիսով չափ դատարկ են, հիվանդանոցները լեփլեցուն, գրիպն է մոլեգնում։ 5000-ը ֆիզանձանց, 3000-ը դիլերներին, էլեկտրամոբիլների ֆենոմենը, ինչու են սպառվում միայն ֆիզանձանց քվոտաները։ Օրենքի վրա թքած ունենալու արվեստը, Պայթյուն գազալցակայանում 2 մարդ պայքարում է կյանքի համար։ Ամեն խաղ խաղու պարչ է, ինչ խաղեր են խաղում մեր երեխաները։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ 3000 էլեկտրամոբիլի ներկրման քվոտա դիլերներին, 5000-ը ֆիզիկական անձանց։ 2025-ի համար պետությունը հենց այսքան արտոնություններ սահմանել արտերկրից 0% մաքսատուրքով մեքենա ներմուծելու համար, բայց տարին դեռ չբացված, պարզվեց ֆիզանձանց 5000-ը սպառվել է, իսկ դիլերները ընդամենը 300-ն են ներմուծել։ Որտեղ է ֆենոմենը, հարցը ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել է իշխանական պատգամավորը, ակնարկելով կասկածներ ունեն, որ մեքենայի առուծախով զբաղվողները նախ ֆիզանձանց անունով են ներմուծել մեքենաները, իրենց ունեցածը պահել հետո թանկով վաճառելու համար։ Հայտարարությունը անհիմն է, չփաստարկված, պատասխանել են մեքենա ներմուծողները, նշել նախ ֆիզանձանց քվոտան դեռ սպառված չէ եւ հետո 5000-ի մեջ մտնում են նաեւ ոչ դիստրիբյուտորական պայմանագրով աշխատողները։ Իշխանական պատգամավորը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե ինքը չի հավատում, որ պաշտոնական ներկայացուցիչները, ավտոներկրող եւ վաճառող դիլերները 2 ամսում ընդամենը 300-ի հասնող էլեկտրամոբիլների գործարք են իրականացրել, եւ որ ֆիզիկական անձանց տրամադրված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան 5000-ի չափ սպառվել է։
Ես դրան չեմ հավատում, կներեք, իմ մոտ տպավորություն է, որ պաշտոնական դիլերները ուղղակի պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են, այսինքն իրանց գումարն աշխատում են, լրիվ նույն կերպով մեքենաները բերում են, ուղղակի գրանցումը անում են ֆիզանձանց անունով, ու իրանց քվոտաներին է ձեռ չեն տալի, տակ պահում են ֆիզանձանց քվոտան սպառելու համար, ու հետագայում արդեն ունենալով մենաշնոր փաստացի, քանի որ ֆիզանձով էլ չի լինում բերել, գները մի հատ են բարձրացնելու։ Պաշտոնական դիլերների թեման շարունակելով падգամավորը հարց է բարձրացնում. այդ ներկայացուցիչներն օրինակ մեքենաների դիմային հատվածի պաշտպանիչ բամփերներ վաճառում են։ Տեսել եք ապաների գները ուրա հասել։ Ինչի հաշվին է ասել, գնում են Չինաստանից ամեն տեսակ մեքենա բերում են դիլերի անվան տակ, բայց այդ դիլերին որ հարցնես բամպեր ունես, եղբայր մեքենայի ամենաշատ վթարվող դետալը բամպեր ունես, չունի։ Այդ բամպերի գինը եսիմ ինչքան արժի, դրա համար անխտիր բոլորի ապաները թանկանում է։ Падգամավորների բարձրացրած խնդրին անդրադարձավ ֆինանսների փոխնախարարը, հայտնելով, որ իրենց գերատեսչությունը եւս վերջին 15 օրերի ընթացքում ստացել է այդպիսի ահազանգեր։ Իհարկե կա այդպիսի վարկած, որ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները ինչ որ դրվագներում գուցե այդպիսի վարկագիծ են դրսևորել, դա դեռ պետք է գնահատել, հասկանալ։ 4 տարի առաջ որոշվեց, որ մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերի եկամուտները պետական պարտատոմսերի օրինակով ազատվեն եկամտային հարկից։ Այդ ընկերություններին տրամադրված արտոնության ժամկետը դեկտեմբերի 31-ին լրացել է։ Ազգային ժողովի падգամավորներն ու ֆինանսների նախարարությունն առաջարկում են եւս 3 տարով երկարացնել այդ արտոնությունը։ Падգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ կան ընկերություններ, որոնք արժեթղթեր են թողարկել երկարաժամկետ։ Նրանք կարող են օգտվել այդ արտոնությունից։ Եթե 22 թվականին 10 տարանոց պարտատոմս է թողարկվել, մինչև 2032 թվականը դրանից ստացված եկամուտը ազատվում էր եկամտային հարկից։ Հիմա այս կարգավորման մենք կոնսենսուսային մոտեցում ենք որդեգրել, այսինքն ասել ենք եւս 3 տարի բոլորի համար չի լինի եկամտային հարկ, 3 տարուց հետո բոլորի համար կլինի, այդ թվում նաև նրանց համար, որոնք որ թողարկվել են նախկինում։ Մի բան որ լավ եք անում, անպայման հետը մի բան ուզում եք վատ անեք, այդ մի արեք, էլի, հիմա էսա խնդիրը։ Այսինքն հիմա մարդիկ օբյեկտիվորեն գիտեին մինչև 2030 թիվը, 32 թիվը ազատված են։ Հիմա բերել եք 3 տարով արտոնության ժամկետը ավելացնում եք, բայց անդրադառնում եք։ Սա ընդունելի մոտեցում չի, մանավանդ հետադարձ ուժ եք փաստորեն տալիս։ Նախագծի հեղինակները իրենք էլ խոստովանեցին, որ սահմանափակում են մտցրել այդ ընկերությունների համար, սակայն հնարավորություն են տալիս նրանց նոր պարտատոմսեր թողարկել, ազատվելով եկամտային հարկից 3 տարով։ Նախագծի հեղինակները պարզաբանում են, արդարության սկզբունքից ելնելով են գնացել այդ քայլին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Դպրոց մանկապարտեզներ ունենք, որ այս օրերին դասասենյակները կիսով չափ դատարկ են, բացակայում են երեխաները։ Փոխարենը լեփլեցուն են հիվանդանոցները պայմանավորված հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներով, բայց այս պահին ուսումնական հաստատությունները փակելու անհրաժեշտություն չկա, պնդում են պատասխանատուները, մայրիկներին հորդորում քթից հոսող երեխային դպրոց պարտեզ չուղարկել, մյուսներին էլ չվարակել։ Իսկ այդ դեպքում երեխայի բացակայությունը հարգելի է համարվում, ներկա թե բացակա է ստանում։ Սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված դպրոցներում մեծացել է աշակերտների բացակայությունների թիվը։ Առողջապահության նախարարությունից ասում են, ներկայիս համաճարակային վիճակը վերահսկելի է, հետևաբար ուսումնական հաստատությունների փակման անհրաժեշտություն չեն տեսնում։ Փոխարենն արձանագրում են այն դպրոցներում, որտեղ բացակայությունների թիվը կգերազանցի 25%-ը, դպրոցն իրավունք կունենա որոշելու, անցնել հեռավար կրթության, թե ոչ։ Թե ոնց են վերահսկում, ես չեմ տեսնում։ Այս պահին դպրոցներում ոչ միայն ունեն կորոնավիրուսի H1N1-ի ատիպի գրիպի տարածում, այլ նաև ունենք ջրծաղիկի տարածում, բավականին շատ դասարաններ կան, որ շուրջ 30%-ը երեխաների ջրծաղիկով հիվանդ են, եւ քանի որ ջրծաղիկի ինկուբացիոն շրջանը մի քիչ ավելի երկար է, մենք ունենալու ենք նաև այս ամենի հետ լայն տարածում ունեցող
ծաղկի հիվանդացություն։ Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են, հիվանդանոցները խիստ բնակեցված, ասում է ոլորտի փորձագետը։ Իսկ ինչ անեն այն երեխաները, որոնք առողջական խնդրի պատճառով շատ են բացակայում դասերից։ Պարզվում է, այս պարագայում չի փրկում անգամ բժշկի կողմից տրամադրված տեղեկանքը։ Բացակայությունն այդուհանդերձ նշանակվում է։ Առողջապահության նախարարն էլ օրեր առաջ հայտարարեց, որ խնդրին արդեն իսկ ծանոթ է։ Ծնողների մոտ ավելի շատ ուրեմն անհանգստությունն է, որ բացակայության քանակը անցնելու պարագայում ինչ է սպասում, ես կխնդրեմ Տիկին Անդրեասյանին նաև այս հարցին անդրադառնալ։ Մինչև գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ու կորոշեն խնդրի լուծման իրենց տարբերակը, շատ երեխաներ հատում են նախատեսված բացակայությունների շեմը, որի դեպքում կարող են ստիպված լինել վերաքննություն հանձնել։ Երեխաները տուժում են բացակայությունների հետ կապված, այդ 60 ժամի կտրվածքը որ կա, դա շատ քիչ է։ Մանավանդ որ ֆորս մաժորային իրավիճակներ են լինում, դա հարգելի բացակայություն է ինչ-որ առումով, որովհետև դրա պատճառը քմաչույկը չի, ծնողի կամ աշակերտի։ Կարելի է ավելի ճկուն մեխանիզմներ ստեղծել օրենսդրական առումով, բացակայությունները մարելու ինչ-որ մեխանիզմ ստեղծել։ Բացառություն չեն անում բժշկական փաստաթղթերով բացակայությունները, որի արդյունքում դպրոցներում ծնողները ստիպված են լինում հաճախ հիվանդ երեխային ուղարկել կամ չեն ուղարկում, ուսուցիչները ստիպված են լինում չնշանակել այդ բացակաները, երեխան հիվանդանում է մի տեսակի վիրուսով, մի քանի օր հետո առողջացած վերադառնում է, վերցնում է արդեն ընկճված իմունիտետով մեկ այլ տեսակի վիրուսը ու այսպես process-ը երկարում է։ Փորձագետները նկատում են ստեղծված իրավիճակում խնդրի կարգավորման ամենաարդյունավետ տարբերակը գոնե երեխաների բացակայությունները հարգելի համարելն է, որ երեխան կարողանա լիարժեք բուժվել ու վերականգնվել եւ միայն հետո վերադառնալ կրթական գործընթացին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ թե ինչ է լինում, երբ տնտեսվարողը թքած է ունենում օրենքի կարգ ու կանոնի վրա, խոսքը այստեղ ոչ միայն իրավական դաշտում է, այլև մարդկային, հատկապես երբ գործ ունեն քաղաքացիների կյանքի հետ։ Պարզվում է քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ տարիներ առաջ բազմաթիվ խախտումներ է արձանագրել Այգավան գյուղի մոտ գտնվող գազա-բենզա-լցակայանում, որոշում կայացրել կասեցնել գազալցակայանի աշխատանքը։ Բայց ում ես ասում, ոչ տուգանքը, ոչ վարչական վարույթը չի սթափեցրել տնտեսվարողին։ Արդյունքում հեղուկ գազի ցիստեռնը պայթել է, երկու քաղաքացի պայքարում է կյանքի համար։ Հզոր պայթյուն Այգավան գյուղին մերձակա բենզալցակայանում տուժել են 4 քաղաքացիներ։ Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են։ Տուժողներից մեկի առողջական վիճակը եւս ծանր է, հետազոտվում է։ Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ունեն 3-րդ աստիճանի այրվածքներ, այրվածքային շոկ ախտորոշում։ Մյուս տուժածը համապատասխան հետազոտություններ ստանալուց հետո դուրս է գրվել։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնեց, որ Այգավանի տարածքում ըստ նախնական տվյալների պայթել է հեղուկ գազի 25 տոննա գլանատակառը։ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացանք, որ հրդեհատեխնիկական հետազոտությունն են իրականացրել Այգավանի Դավթյան 2 հասցեում եւ բացահայտվել են բենզալցակայանի եւ գազալցակայանի նկատմամբ 1 տասնյակից ավելի հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումներ։ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն ծավալել է Սոֆիա Գրիգորյան Վարդանի անհատ ձեռնարկատերը եւ ունեցել է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումներ կապված շինությունների միջտարածությունների հետ, շանթարգելման համակարգի խնդիրներ է ունեցել, էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրներ է ունեցել, արտաքին հրդեհաշիջման խնդիրներ ու նաեւ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ այնտեղ եղել են արտադրական վտանգավոր օբյեկտներ, որոնք համապատասխան տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն անցած չեն եղել, եզրակացությունը այն մասը, որ անցած է եղել, եզրակացությունը լրացված է եղել, այսինքն ըստ սահմանված ժամկետի տնտեսվարողը չի իրականացրել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն, ինչը ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտի դեպքում պարտադիր պայման է։ Համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի եւ այդ հիմքով տեսչական մարմինը ռեյստրում չգրանցվելու ու նաեւ չներկայացնելու համար 1 միլիոն դրամի նաեւ տուգանք է
նշանակել։ Հաշվի առնելով, որ հեղուկ գազի լցակայանի եւ բենզալցակայանի շահագործումը բարձր վտանգավորություն ունի, 2023-ի դեկտեմբերին որոշել են դադարեցնել օբյեկտի աշխատանքները եւ որոշումն ուղարկել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն համապատասխան ընթացք տալու։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան գրությամբ Պետի համայնքի ղեկավարին տեղեկացրել ենք, որ նշված բենզալցակայանի եւ հեղուկ գազի լցակայանի նկատմամբ իրականացրել են վերահսկողություն եւ հետագա շահագործումն արգելելու վերաբերյալ կայացրել ենք դադարեցման կարգադրագիր եւ նաեւ ծանոթել ենք օրինակը տրամադրելով համայնքի ղեկավարին։ Բայց 24 թվականի փետրվարի 1-ին տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական այցի շրջանակներում պարզել են, որ հեղուկ գազի լցավորման կայանը չի աշխատում, բայց տնտեսավարողը թեև պաշած ծանոթված է եղել բենզալցակայանի շահագործման դադարեցման կարգադրագրի մասին, բենզալցակայանի մասով շահագործում է թույլ տվել փաստացիչ կատարելով տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները, նորից ենթարկվել է վարչական պատասխանատվության 400,000 դրամի չափով։ 2024 թվականի հուլիսին տեսչական մարմինը անհատ ձեռնարկատիրոջը թույլատրել է այդ հասցեում բենզալցակայանի գործունեություն ծավալել, իսկ գազալցակայանի արգելման կարգադրագիրը դարձյալ անփոփոխ են թողել։ Զգացվում է նաև հեղուկ գազի Դեպքի արդիվ ըստ քննչական կոմիտեի քրեական վարույթ են նախաձեռնել։ Քրեական օրենսգրքի 358 հոդվածով դյուրավար կամ այրիչ նյութերի պահպանման, փոխադրման, առաքման կամ օգտագործման համար օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելը, որի հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Սա պատժվում է տուգանքով 10 պատիկից 30 պատիկի չափ կամ ազատազրկման առավելագույնը 3 տարի ժամկետով։ Այսպիսի մի հզոր պայթյուն էլ հրդեհի բռնկմամբ անցած տարի էր եղել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում։ Այդ անգամ պայթյունի հետևանքով 2 քաղաքացու ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրին։ Անցած տարի աշնանն էլ հրաժեշտում չգործող ձուլարանում պայթյունից 6 քաղաքացի հոսպիտալացվեց։ Նրանցից մեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ, եթե մեր մանկության խաղերը Բաքվում փողոցում էին անցնում, օրինակ պահկվոցին, 7 քարը կամ աղջիկների սիրելի ռեզինն ու կլասը, ապա այսօր բակային խաղերի մշակույթը երեխաների հետ անհետացել է բակերից։ Տանն են խաղում հիմա երեխաները, բայց ոչ այնքան մեքենաներով կամ տիկնիկով, այլ համակարգչային խաղերով, մոռանալով իրական աշխարհը, ժամերով ընկղմվելով վիրտուալի մեջ։ Սա խնդիր է, որ այսօր յուրաքանչյուր ծնող է մտածում, բայց ինչ անել, կտրուկ արգելել, սխալ է, ասում է մասնագետը։ Թողնել Ամեն խաղուպար չէ, կռիվ կամ թեկուզ կենցաղավարման վիդեոդերային խաղերը դեռահասի մոտ ագրեսիվություն կարող են առաջացնել։ Մասնագետներն են գնահատում, նշում են անչափահասի դրսևորումները տարբեր կարող են լինել ու ընդհուպ հասնել բարդ իրավիճակների լուրջ պրոբլեմ է։ Պարբերաբար կրկնվող խաղերը, որոնք շատ կարևոր է նշել նաև, որ այդ ընթացքում անգամ երեխան կարող է չպատկերացնել, չտարբերակել իրականությունը երևակայական այդ աշխարհից, որովհետև մենք գիտենք, որ այդ վիրտուալ աշխարհի մեջ մենք ընկղմվում ենք, այդ ուղեղի առանձնահատկությունն է այդպիսին, եւ մենք դա կարող ենք ընկալել նաեւ որպես հենց հիմա իրականություն։ Եվ ինքը բնականաբար անընդհատ նույն գործողությունները կատարել է, այդ ագրեսիվ գործողությունները կարող են ֆիքսվել։ Կտրուկ քայլեր ձեռնարկելը, օրինակ երեխային միանգամից արգելել է այդ խաղերը խաղալ, հոգեբանը սխալ է համարում։ Սա միայն այն դեպքում, երբ կախվածությունը չափից ավելի է եւ մասնագետն է ուղղորդում։ Իսկ եթե գործը դեռ դրան չի հասել, ինչպես այդ գործընթացը ճիշտ կազմակերպել։ Մասնագետն ասում է, միանշանակ պատասխան չկա, բարդ հարց է, ընդ որում ամբողջ աշխարհի առջև դրված ու այսօրեական։ Շատ կարևոր է, որպեսզի անդադ չխլենք, այն աճ փորձենք անընդհատ ընդդիմանալ այն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում, օրինակ այդ թեկուզ խաղերի միջոցով որոշակի սահմաններ դնենք, որոշակի ժամանակահատված սահմանենք եւ փորձենք երեխաների մոտ ձևավորել այլ հետաքրքրություններ իրական կյանքի հետ կապված։ Անհրաժեշտ է շփումների ավելի լայն հնարավորություններ ստեղծել, ընդ որում ինչպես տարեկիցների, այնպես էլ հենց ընտանիքի անդամների հետ, օրինակ է բերում հոգեբանը։ Իրեն որ համատարած դա կատարվի, ոչ թե մեկ արգելի երեխային, այդ երեխան կարող է մի օր լսի, 5 օր լսի, 2 ամիս լսի, երրորդին արդեն ինքը գտնի այլընտրանք, որտեղ բոլորը հետաքրքիր խաղում են կամ օնլայն խաղում են, իրար հետ շփվում են, ինքը չկա դրա մեջ։ Հայաստանում, հիշեցնեմ, գադջետներից կախվածություն ունենալու խնդրով բժիշկներին դիմողներն ավելացել են, եւ մասնագետները տեղեկացնում են, որ գնալով այս թիվը միայն աճում է, ինչը վերջիններիս գնահատմամբ իսկապես մտահոգիչ է։
Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Նոր օրենք օրներգի կատարման համար հիմնի ավարտը թող միշտ պանծա Հայաստան։ Եվ պատերազմին տվեց, ինչ կարող էր, ձեռք բերեց հպարտություն, այսօր սպարապետի ծննդյան օրն է։ Կայուն երկին կազորյան անտիցիկլոնի պայմաններ։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 19 է, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նա դարձավ հաղթանակի ու միասնության խորհրդանիշը, առաջնորդ, որ միշտ առաջնագծում էր անգամ երբ կյանքի ու մահվան կռիվ էր, ու այդ ժամանակ էլ երգը նրա շուրթին էր։ Նրա համար իր երկիրը բառերով սիրելու երկիր չէր ու ոչ էլ հեռադիտակով դիտելու։ Իր երկրի մայրաքաղաքը սկսվում էր Խրամատից։ Այսօր, երբ Արցախը չունենք, նրա մասին ավելի շատ են խոսում ու գրում։ Իսկ սպարապետը այսօր դարձավ 66 տարեկան։ Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես։ Ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես։ Սպարապետի խոսքերն են, որ Արցախյան շարժման առաջին օրվանից հրապարակում էր բոլոր թեժկետերում։ Պատերազմի ընթացքում ես գործել եմ լավագույն ընկերներին։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի տալ, ձեռք եմ բերել հպարտություն։ Հանեք այդ հպարտությունը, հանեք գաղափարը, տակը բան չկա։ Հայազգի ռազմական գործիչ Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959-ի մարտի 5-ին խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտը նաև ակտիվ գրական եւ հասարակական գործունեությամբ էր զբաղվում։ Գրչի փոխարեն զենքը բռնած, հայրենի հողի վրա ամուր կանգնած, հողի սրբությունն ու խաղաղության գինն իմացող Վազգենը իր կյանքի առաքելությունը համազգային շահը դարձրեց։ Շուշիի ազատագրումից հետո նախաձեռնեց 500 հոգանոց մահապարտների գումարտակի ստեղծումը։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Ասում էր, ամենալավ ստեղծագործությունը ազատագրված հողն է, բայց իր ստեղծագործությունը բանակն էր։ Կանոնավոր բանակի ստեղծումից տարիներ անց սպարապետը բանաձևեց, բանակը մեր ծնունդն է ու մեր հավաքական կերպարը։ Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Վազգենը ընդգծված գաղափարական առանցք ունեցող առաջնորդ էր, նրա կողքին բոլորը, շարքայինից մինչև գեներալ, հստակ գիտեին իրենց անելիքները։ Նա մեր նորագույն պատմության հերոսական էջը կերտողներից մեկն էր։ Հախուռն ու ինչ-որ առումով հակասական իր կերպարով էլ դարձել էր միասնության եւ ուժի խորհրդանիշ, առաջնորդ, որ կանգնած էր հենց առաջնագծում։ Ամենադժվարին իրավիճակներում նույնիսկ շուրթին հերոսական երգներ։ Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, ոչ էլ հեռադիտակով դիտվող երկիր է։ Սա համընդհանուր սիրո երկիր է, որի մայրաքաղաքը սկսվում է հենց Խրամատից։ Սպարապետը լավ գիտեր, որ խաղաղությունը նվեր չէ եւ այն նվաճում են վճարելով ամենաթանկը։ Երազում էր մարտունակ ու գաղափարական բանակ ունենալու մասին եւ անմնացորդ հավատում էր, որ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Պետական օրներգի մասին օրենքի նախագիծը ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց։ Փոփոխությամբ առաջարկը հետևյալն է. օրներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի թող միշտ պանծա Հայաստան տողով։ Նաև որոշ փոփոխություններ կան օրներգի կատարման ժամանակ քառատների հերթականության մեջ։ Նախագծին կողմ է քվեարկել 64 դեմ 5 падգամավոր։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Հայաստանի պետական օրհներգը խմբագրելու օրինագիծը խորհրդարանն ընդունեց, այսպիսով սահմանելով հիմնի քառատողերի նոր հերթականություն։ Սեփական ազգի ազատության համար զոհվելու վերջին հատվածը գալիս է երկրորդ տուն, իսկ երկրորդ եւ երրորդ տները համապատասխանաբար դառնում են երրորդը եւ չորրորդը, եւ երաժշտական ազգային խորհրդանիշն ավարտվում է նայիր նրան 3 գույնով նվիրական մեկ նշան թող փողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան տողով, ինչպես մեկնաբանում էին նախագծի իշխանական հեղինակները
դրական նոտայով։ Դատարանը չի բավարարել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետին կալանավորելու միջնորդությունը։ Նրան հակակոռուպցիոն կոմիտեն 3 էր ձերբակալել, բայց Երևանի քաղաքապետարանից փոխանցում են, որ պաշտոնյայի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն, գրավ եւ չբացակայելու արգելք։ Հայ հեղափոխական դաշնակցությունը չի մասնակցի Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին։ Կուսակցությունը տարածած պաշտոնական հայտարարությունում նշել է, որ վստահ են այս ընտրություններին ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը զրկելը Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։ Դաշնակցությունը կոչ է անում ընդդիմադիր ուժերին հրապարակային եւ հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու եւ աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։ Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Թանդիլյանը թուլություն եւ ճնշման տատանումներ ունի։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ քաղաքական գործիչը այժմ բժիշկների հսկողության տակ է։ Մեր երկրի խանութներում վաճառվող կաթնամթերքն այսուհետև կլինի տարբեր գույների դարակաշարերում, կանաչ դարակներում բնական առանց կաթի փոխարինիչների տեսակը, իսկ նարնջագույն շարքում հակառակը փոխարինիչներ պարունակող ապրանքները կլինեն։ Նախկինում նաև պահանջ կար, որ կաթնամթերքի փաթեթավորումը նույնպես պետք է տարբերվի գույներով, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը չի հաստատել դա, հայեցողությունն ու ընտրությունը թողնելով արտադրողին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակ եւ ջերմացնող կանխատեսումներով մեզ է միանում Լիլի Հովերը։ Բարի երեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, նախ վտանգավոր ճանապարհներ։ Այս պահին փակ է թթուջուր նավուր ճանապարհը։ Վարդենյացը բաց է բոլոր մեքենաների համար։ Պետք է լինել զգույշ եւ զգոն։ Շարունակենք մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի ազորյան անտիցիկլոնի պայմաններում։ Սպասում ենք կայուն առանց տեղումների օր, ջերմացնող սպասումներ, պայմանավորված տաք օդային հոսանքների թափանցմամբ, առաջիկա օրերին կջերմանա ևս 10 աստիճան, ամենուրեք սպասվում են դրական ջերմաստիճաններ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 3-ից 8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 9-ից 14, Լոռիում 8-ից 12 աստիճան։ Տավուշում, Արարատում, Արմավիրում կանխատեսվել է առավելագույնը 16 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 15-ից 19, նախալեռներում 10-ից 14 աստիճան։ Երևանում օրը կանցնի լիարժեք արևոտ երկնքով։ Սպասում ենք կայուն առանց տեղումների օր։ Այս գիշեր կանխատեսվել է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 12-ից 14, երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։